Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված վեհապարին հեռացնելու գործում եւ ԿՊ-ում խոսում են, որ նա զադնի չի դնելու, այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ-ն ինքնակամ չի հեռացել, որոշել է ամենօրյա ռեժիմով շարունակել եկեղեցու սպասավորների թիրախավորող գրառումները, մանավանդ տեսա, որ եկեղեցին համարժեք քայլեր չի ձեռնարկում, եթե շանտաժով չհասնի ուզածին, կարող է գործնական այլ քայլերի անցնել։ Իշխանական թիմում խոսում են, որ հոգևոր սպասավորներից ոմանց դեմ կոմպրոմատներ ունեն, անգամ տեսանյութեր եւ չեն խորշի դրանք հրապարակելուց։ Թեև չի բացառում, որ ոչ մի կոմպրոմատ էլ չկա, սովորության համաձայն մոնտաժված տեսանյութերով եւ ֆեյք ինֆորմացիաներ տարածեն, իսկ հիմա փորձում են այդ լուրերով վախ տարածել։ Իդեպ, օրեր առաջ ԵՊ ուսանողության հետ հանդիպումից հետո ուսանողներից մեկը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ հատուկ ծառայություններին հրահանգ է տրվել Գարեգին Բ-ի կուսակրոնության խախտման վերաբերյալ ինֆորմացիաներ իրեն տրամադրեն, մի բան, որի իրավունքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չունի, եւ ուրիշի անձնական կյանքի մասին պաշտոնի չարաշահմամբ նման նյութեր պահանջելը քրեորեն պատժելի արարք է։ Մենք անդադ խոսում ենք, մեր ուշադրության կենտրոնում պահում ենք այս թեմայի մասով եւ վստահաբար շարունակելու ենք ուշադրության կենտրոնում պահել վեհապար Գարեգին Բ-ի դեմ իրականացվող այս հարձակումները, եկեղեցու դեմ իրականացվող այս հարձակումները։ Այո, միանշանակ Նիկոլ Փաշինյանը հետ չի քաշվելու, ինչպես նշված է Հրապարակ օրաթերթի այս հոդվածում, բայց մի բան էլ պետք է փաստել։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդական խոսքով ասած այլևս նախկին Նախշում Բաջին չէ եւ չի կարող խոսքով ոչնչացնել հեղինակավոր այս կամ այն գործին։ Իսկ այն, որ կաթողիկոսը ունի հեղինակություն բավական մեծ եւ ունի հետևորդներ, դա միանշանակ է,